Շարունակում ենք ուրիշ նորությունները, ինչպես խոստացանք հյուր ունենք, շատ հետաքրքիր մի անձնավորություն, որին կարելի է ներկայացնել շատ երկար, քանի որ մեր զրույցներ կլինի տարբեր թեմաներով, մարդ ով ցանկացած թեմայով կարելի է խոսել ձեզ հետ եւ հետաքրքիր կլինի ձեր կարծիքը, ձեր մտածելակերպը, բայց սահմանափակվենք երկու բնորոշմամբ՝ երգիծանկարիչ, բեմադրիչ Սուկյաց Թորոսյանն է մեր հյուրը, նույն ինքը Տոտոն։ Կինս ասում է իրան շատ մի խոսացրեք, շատ խոսա։ Շատ ուրախ ենք տեսնել ձեզ, պարոն Թորոսյան, բանն այն է, որ այնքան տարբեր բաներով եք զբաղվել ձեր գործունեության տարիներին, հա, Ինձ թվում է դեռ լիքը բաներ չեմ զբաղվել։ Չէ, այսինքն շատ բազմազան եք ձեր ինքնաարտահայտման ձևերում, այսինքն մարդը տարբեր կերպով է, չէ՞, իր ինքնասիրությունը, չգիտեմ, դա թե նախասիրությունը, թե ինչ որ, այսինքն ամեն ինչի մեջ փնտրում ես բան էլի, ինչ որ ճշմարտություն էլի, այդտենց էլ չես գտնում։ Այդ ճշմարտության եւ արդարության որոնումները, որպես գիտեք, հաճախ ոչ մի լավ տեղ չեն տանում, կյանքի փորձից եմ ասում, բայց այս կարդացի դերում գրած է, այստեղ խոսում են այն ինչի մասին ուրիշտեղ լռում է, չէ՞։ Ազատ եղեք։ Ձեր ներքին կուլտուրան երբեք թույլ չի տա ասել մի բան, որի համար մենք կամա չենք, կամ դուք վստահ եմ եւ հետաքրքիր զրույց կունենանք, հա։ Ինչի մասին էի ուզում խոսեի։ Նախ եւ առաջ ես ասեմ, որ պարոն Թորոսյանի Facebook-ան գրառումներն ու հրապարակումները այդ եզակի նմուշների, գտածոների, որոնք որ պահպանվում են տարբեր թանգարաններում, բրածոներ նույնիսկ եւ այլն, դա շատ հետաքրքիր նյութ է ինձ համար եւ ոչ միայն շնորհակալություն նախ եւ առաջ այդ կարեւոր գործի համար։ Մենք շատ հաճախ խոսում ենք մեր ժողովրդի պատմության մասին, մշակույթի եւ այլն, բայց այդ եզակի աշխատանքները մի տեսակ կարծես էլ ավելի պատկերավոր են դարձնում, թե մենք ինչ երկար եւ բարդ ճանապարհ է անցել մեր ժողովուրդը հասնելով այս ժամանակներ, եւ դրա համար իմ հատուկ առանձին շնորհակալություն նախ եւ առաջ։ Այդ երևի գալիս է այնց, որ ասենք առաջի անգամ Արշակ երկրորդ բեմադրությունը, որ ուզեց անել, Լևոնյանը, Տիգրան Լևոնյանը, ասի պետք է խորը ուսումնասիրեմ, ոչ մի նյութ չկար, գնացի մատենադարան, չգիտես որտեղ պատմության թանգարան, այսինքն այդ տանում է դեպի հետաքրքրությունը, դեպի արմատները ուսում ես, մեկ էլ հայտնաբերում ես, էլ ինքդ քեզ համար ուրախանում ես, երեխայի նման էլի, հետո պարզվում է դրանք բեմում պետք չի ոչ մեկին, չնայած շատ պետք է, որովհետև ինքը ենթատեքստային, ասենք նույն Կոջոյանը, որ անում էր, ինքը արել է, իսի մի քանի ինչ-որ բեմական, հա, ինչ-որ, կամ Սարյանը, կամ Սուրենյանցը, իրենք լավ ուսումնասիրած են լինում, այսինքն հենց այնպես որևէ բան չէին դնի էլի բեմում։ Եվ հացի բեմից ընդհանրապես մենք մեր պատմությունը պետք է լավ իմանանք, էլի շատ լավ պետք է իմանանք։ Ես հիմա ուսանողներ ունեմ, ճանաչում եմ, որ իրանք դպրոցում բան չեն ասնում։ Տարական բաներ չգիտեն, էլի, ասենք, ես երկու օր չէի կարող քնել, որ ասենք իմացա Կոմիտասնահայ Այբուբենը հնարել։ Այնց այդպես բան ասեցի, ես մի քիչ բան եղա։ Բացառիկ բան է։ Հա, չէ, որտես լիքը բաներ գնել, ասենք երկրորդ, երրորդ կուրսի ուսանողներ, բայց իրենք մեղավոր չեն։ Մեր գիտելիքները ինչ որ խաչ բառային է, էլի։ Այսինքն մենք հարցը լսել ենք, որ այդպես հարց կա, պատասխանել sense պետք է լինի, բայց ոչ հարցի իմաստը գիտենք, ոչ էլ պատասխանի։ Ընդհանրապես, ասենք, ինչ որ ասում ենք, ինչ որ թութակի նման կրկնել ենք։ Ինչպես ասում են ներկայիս խաչվառները, կատուն նկարած է 4 վանդակ է եւ լրացնողը, որ գրում է կատու, ինքը արդեն իրեն հաղթանակած է զգում։ Լավ է զգում այդ էմոցիոնալ ինչ-որ բաները ստանում է։ Դա բավության զգացողություն է, չէ՞, տալիս դա ինչ-որ մի տեսակ։ Այդ լրացվեց ու դա լայքերը, չէ, ասենք Facebook-ի լայքերը ինչ-որ 7 հատ ստացա, 27 հատ ստացա, 300 հատ ստացա, ինչ-որ ինքնաբավության ինչ-որ եւ վատ են զգում, որ ասենք այդ օրը այդքան լայք չեն ստացել, փորձում են այն առաջվա պրյոմը օգտագործեն, էլի, այսինքն մի քիչ ավելի կարճ հագնվեն կամ ինչ-որ մի հատ հայհոյան կրեն, որ ուշադրության կենտրոն լինեն, էլի։
Ես մեծ հաճույքով պարոն Թորոսյանն հետ բանավիճեի, ոչ թե նրան որ ես այլ կարծիքի եմ, հակառակը կարծում եմ այն անձը, որ կարծում եմ, որ Կոմիտասն է ստեղծել հայկական այբուբենը, առանձին ուշադրության կարիք ունի, խնամքի ես կասեի, չէ, պետք է զբաղվել մարդով, բայց չէ, իհարկե կուզենայի շատ տարբեր բաներ քննարկենք, բայց այնուամենայնիվ եկեք վերադառնանք ձեր հիմնական գործունեությանը, նախ երգիծանկարիչ, բեմադրիչ, գիտեմ, որ դուք անձամբ նաև ձեր բեմադրությունների դեկորացիաներն եք, չէ, նկարիչը հագուստի ձևավորումից սկսած վերջացրած բեմի ձևավորումը եւ ռեժիսուրան իհարկե այս վերջերս նո ասենք երևի մի 2 տարի առաջ մադամ Բատերֆլայն էր, որ վերջապես 30 տարի սպասում եմ, որ ինձ կհրավիրեն։ Ես բեմադրություններ արել էի, բայց ֆիլհարմոնիկի հետ, բայց օպերայի հետ դեռ չէի արել, էլի։ Եվ երբ որ հրավիրեցին, ես մի քիչ լավ զգացի, ասի վերջապես 30 տարի սպասեցի, հիշեցին, դա։ Հետո հարցնում են, ինչ կբեմադրեք, ասում եմ, էլի մադամ Բատերֆլայ, ասում եմ, արդեն 6-րդ մադամ Բատերֆլայն եք բեմադրում։ Դա ասում եմ, էլի ասելիք ունեմ։ Եթե մարդ ասելիք ունի, ինքը հանճարեղ ստեղծագործություն, եթե դու անընդհատ գտնում ես, որ հետո ասում Վագ Վաչևիչը Բագրատունին տասնյակ օպերաներ է բեմադրել, ոչ մեկ չի հիշում այդ օպերաներին, ինձ գոնե մադամ Բատերֆլայն կհիշել։ Անընդհատ նույնն եք բեմադրում, որ չմոռանան։ Պարոն Թորոսյան, Արամ անդրադարձավ օպերային բեմադրություններին, ես ուզում եմ երգիծանկարչությանն անդրադառնանք, ինչպես հայտնի ֆիլմում ասվում է, կրկեսը մեր կյանքում էլ բավարար է, հա, այն իրադարձությունները, որ ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան մեզ շրջապատում են, կարծես ինքնին երբեմն երգիծանք են, իսկ դուք նաև շատ ուշադրություն եք դարձրել քաղաքական երգիծանքի ժանրին, հիմա նույնքան ակտիվ եք, մեզ շրջապատող իրադարձությունները հուշում են ձեզ թեմաներ, կերպարներ, թե ընդհակառակը ավելի հիմա միգուցե պետք է զգուշավոր լինել։ Նույնն է, ես ասեմ, որ դա մարդուց է գալիս եւ երևի թե տատիկիցս կամ իմ պապայի, որտեվ իրենք բոլորն էլ հումորով են միշտ վերաբերվել եւ նույնիսկ աքսորի ժամանակ այնպիսի հումորներ են արել, այսինքն երբ որ խոսում են դաժան, որ իրենք ավելի լավատես բաներ էին նայում, այսինքն կյանքին պետք է այդպես նայել, էլ ես իրենց եմ սովորել, որ ամեն դեպքում մարդ պետք է հումորի զգացումը չկորցնի, հենց կորցնում է կյանքի իմաստն էլ է կորում, էլի։ Հիմա իրականությունը հուշում է ձեզ սյուժետներ։ Հիմա ավելի շատ հումոր կա, ուղղակի հումոր այդքան քիչ եմ անում, որովհետև արդեն հումորային է, ինչ ասում են, դրանց էլ ինչ ասել։ Ես հիշում եմ սովետական տարիներին Կրակադիլը օրինակ, հա, այնտեղ մեր ոզնին, հա։ Մեր ոզնին, ինչու ոչ, հա։ Նրանք սուր աշխարհաքաղաքական թեմաներին էին վերաբերվում։ Դրա համար դա կոչվում է ծառանկարչություն, որովհետև ծառում էին դրսի մարդկանց եւ երբեմն մեր, ասենք, բյուրոկրատական կամ չգիտես ինչ եւ այլ, բայց ես գրականություն կար, հա։ Դա հենց կողմից դրածու մարդիկ էին, որոնք նաև հետևում էին, այսինքն Արամ Իսահակյանը բավականի այդպես լուրջ մարդ էր էլի Հայաստանի Հանրապետությունում։ Իդեպ այսօր նրա հիշատակի օրն է, այսօր է կյանքից հեռացել։ Դա քանի որ հիշատակեցիք անունը։ Երկուսս հիվանդանոց պարկեցինք։ Ինքը գնաց, ես էլ պետքա գնայի, երբ որ այն աշխարհից համարը վերադարձա, ասին ասում ընդեղ Արամայիսին տեսա, ասեց քո հերթը չի եկել դեռ։ Այսինքն նույնիսկ այդտեղ հումոր են կանում։ Ես գիտեմ, որ հիվանդատես էին եկել պարոն Սահակյանի մոտ, քանի որ հիշեցինք եւ նա միշտ այդ մասնակցում էր ձեր միջոցառումներին, մի օր ծաղիկներով են եկել իրեն հիվանդատես, նայել է եւ ասել է մի քիչ շուտ չէ։ Երգիծանկարիչի ու ծաղրանկարիչի տարբերությունը ձեզ ինչ։ Մենք չենք ծաղրում, ես ինքս ծաղրանկարիչ չեմ համարում, մարդը կարող է համարել, որովհետև երգիծաբան, ծաղրաբան չենք ասում, այսինքն արդեն երևի 30 տարի է, ես փորձում եմ, որ մարդկանց գիտակցության մեջ
ծաղր բառը մի քիչ դուրս գա։ Դա կարող է պատահել այդ սովետական միության հետ կապված, հենց կարիկատուր ինքը նշանակում է չափազանցություն։ Ծաղրը չի նշանակում, այո։ Եթե մենք ունենք երգիծանք, երգիծաբան, ինչու չունենանք երգիծանկարչություն, հա, այսինքն Սարուխան առաջինը փորձեց այդ տերմինը օգտագործել, ես կարդալով Շիլլերի իր հետ համաձայն էի եւ արդեն ինքը 100 քանի տարի արդեն ոնց որ ասած լրացել է եւ այլն, բայց մենք դեռ չենք կարողանում այդ բառը փոխենք, որովհետեւ չգիտես ինչի մեր դուրը գալիս է ծաղրանկար։ Հա, ճիշտ է, համաձայն եմ, որ մի տեսակ տերմինի մեջ է խնդիրը, հենց այլի ասենք, այ ծաղրես, այ տեսար մի հատ կարաս մի հատ լավ ծաղրանկար անես, մեր հոգին էլ ուրախանաբան, ասում եմ, ես ձեր համար չեմ անում, էլի, եւ հակառակը, եթե այդպիսի պատվեր է, ես աշխատում եմ չանեմ, էլի, որտեղ իր պատվերը արդեն ինչ-որ մեկին նսեմացնի, ստորացնի, որ ինքը հայ մեր խնդիրը դա չի, հակառակը ավելի թեթև նայենք։ Իմիջիանոց ամենահին ժանրերից մեկն է, նույնիսկ քարանձավներում գտնում են պատկերներ, գեոգլիֆներ, այսինքն քարի վրա թողած ես տեսել եմ ունեմ նույնիսկ հավաքել եմ, բայց ժանրը որպես այդպեսին ինքը լրատվության հետ է կապված, այսինքն երբ որ սկսեցին թերթեր ամսագրեր տպագրել, երբ որ դատարկ էին էջերը, որոշեցին, որ մի բանով լրացնեն, եւ եթե սուր էր ինքը պետք է ինչ-որ հումորային բան տային, եւ լրագրությունը բան հետո ինքը արդեն առանձին որպես ժանր սկսեց գոյատևել, բայց լավ ձեռք ունեին եւ ես ուղղակի հիշում եմ նույն Կուկրինիքսի ներկայ խումբեր հիշում եք ստեղծագործական։ Ես ասեմ մենք այդպիսի նկարիչ չունենք, որ երգիզանկար կամ ծառանկար ձեր ասած արած չլեն, այսինքն նույն Սուրենյանցը ժամանակին գերմանական թերթերում ինքը արել է, ուղղակի մենք չենք պահպանել, չգիտենք որտեղ է, հա, շատ նկարիչներ ես տեսել, լուրջ նկարիչներ, որ երբեք չենք սպասի, հա, այսինքն դա նույն ասենք Լեոնարդո դա Վինչին ունի, հա, Ռաֆայելն էլ ունի, Միքելանջելոն ունի, այսինքն նրանք չափազանցության ձևով փորձում են կերպարը ավելի շեշտ էին, հասկանային, հետո ավելի նուրբ կանեն, թե ոնց կանեն, այդ արդեն իրանց գործն է։ Դա ինչ վերաբերում է, իսկ դերությունները երբեմն լուրջ գործերի մեջ մենք տեսնում ենք երգիծական երանգներ։ Իմիջիանոց այդ նույն երգիծանկարիչները նաև պլակատիստներ էին, նրանք ստեղծում էին օրինակ սովետական տարիներին այդ պատերազմական Ռոջինը Մաչ Զավիոտ, չգիտեմ այնտեղ տարբեր նախազգուշացնող չէ, այդպես պաստառներ կան, բայց դա շատ բարձր վարպետություն։ Ոնց որ ասած մեր իմացած են սովետական պլակատը, այդպես պետական պատվեր կար, որ մենք պետքա սովետական պլակատներով զարկանանք բյուրոկրատիզմին կամ կապիտալիզմին, չգիտես ինչ, եւ հանձնարարում են եւ բավականին մեծ գումարներ էին տրամադրում, որ այդ արվեստը զարգանա։ Լեհերը շատ ավելի խելոք գտնվեցին եւ դա օգտագործեցին իրենց պրոպագանդան 2, 3, 4 շերտերով ցույց տալու։ Այսինքն մենք էլ ենք երբեմն փորձել, ասենք սովետական պլակատներ այնպես անենք, որ ինքը երկրորդ, երրորդ իմաստն էլ ունենա, որ համտեսնում ես հակասովետականը, բայց չես կարողանում ասես։ Լենինը կենթանի է բոլոր կենթանիներից մտածում ես վստի։ Պանթուրիսյան։ Հա, մի տեսակ թարգմանության մեջ է։ Ժիրի է, ժիրի խավերի, տրամանական է ինչու։ Կարծում եմ կհամաձայնեք, որ երբեմն մեկ երգիծանկարը, հատկապես քաղաքական երգիծանկար, ավելի դիպուկ, ավելի սուր, ավելի ազդեցիկ կարող է լինել, քան մի հոդված, հա, որը քննադատական է, որը շատ ուղիղ է։ Ես չասի, դուք ասիք։ Ես ձեր ոչ միայն համաձայն եմ, այլ ասեմ, որ լավ երգիծանկարը, դա իմը կլինի ուրիշ նկար, ինքը շատ երկար է նայվում, այսինքն կարող է ժամանակավրեպ է արդեն ասում են չգիտեմ մեկ էլ, դա պատմություն է, պատմության, որտեղ նկարիչ ինքը այ այդտեղ է գալիս, որ մտածում ես կոնկրետ ինչ-որ մեկին վարկաբեկ ես, չգիտես ինչ-որ, դե երգիծանկարությունը ինքն էլ լեզու ունի, մենք այդ լեզուն դեռ չունենք, դեռ չգիտենք, ես հիմա դասավանդում եմ
կերպարներ, կերպարային գրաֆիկա եւ առաջադրանքը ինքդ քեզ պետքա երգիծանկարես շարժանես, ասում եմ, բայց ոնց, ասում եմ, հա, ինձ էլ արա, քեզ էլ արա։ Կարանք ձեզ նկարենք, ասում իհարկե։ Տեսնում եմ, որ պոպուշ նկարներ են բերում, ասում չէ, էսի գնահատականի վրա չի ազդում։ Նախ սովորի ինքդ քեզ նկարես, այսինքն քեզ կողքից նայես, հետո տեսնես, որ դասախոսը ընդամենը նույն մարդն է, այսինքն եւ բավականի շատ գործեր հավաքել են, որ իմ դուրը եկել է, այնպես թափով էլ արել են ուրախ, հա։ Սա հոգեբանություն է, սա պետք է մարդիկ ինչ լեզուն էլ սկսեն հասկանալ, ոչ թե դու տանում ես երգիծանկար, ասում են, ու ես խնդալու ասում ինչ է, դա քիթաբար ասում քիթ ինչ կապ ունի, այսինքն մենք ավելի շատ աշխատում ենք իմաստի մեջ նայենք, քան թե ինչ որ արատները բան, հա, վիզը երկար, ֆրունզիկի քիթը չեմ անել, լավ ինչքան կարելի է, այսինքն դա արդեն գերշկական մոտեցում է։ Պարոն Թորոսյան, ինչ եք դասավանդում, որ առարկան է։ Կերպարներ, կերպարային գրաֆիկա։ Դա ես եմ, որ ասում եմ զորով շարով մցրել, որտեղ այդպիսի առարկա չկար։ Բավականի մեծ համոզմունքից հետո ասացի, որ սա պարտադիր է, մեկ սեմեստր էր, հետո դարձին 2 սեմեստր, հիմա 3 սեմեստր է, ուզում են 4 ծաղկեն։ Ինչ լավ է։ Այսինքն, սա ոչ թե իմ ուզելով, այլ տեսան ինչքան կարելի է դրանից բան քաղել, որտեղ կերպար, դա հենց դիզայնը կերպար, ամեն ինչը հիմա ստուդիայում էլ ամեն տեսակ ապարատուրաներ դրանք կերպար են, ինչ որ բան հիշեցնում են։ Պարոն Թորոսյան, ես դարձյալ անդադ ուզում եմ բերել ձեր երգիծանկարչությանը, գիտեմ, որ ամեն տարի ապրիլի 1-ին կազմակերպում եք միջոցառումներ երգիծանքի եւ հումորին նվիրված, վերջին տարիներին չի նկատում եւ առհասարակ ինձ թվում է, թե դա այդպես է, այդքան էլ ակտիվ չեք ժանրում այն մի ժամանակաշրջանում, որ կարծես ավելի քան երբեք դրա պահանջը կա, ինչու չեք խոսում երգիծանքով։ Ուրեմն ցավոք սրտի, ասեմ մեր ինձանից նույնիսկ մեծ տարիքի է, այսինքն 75-85 ունենք երգիծանկարիչներ։ Պավել Ջանգիրովը, Չալիկյանը, կան։ Ես մեզանից հետո գնացող երիտասարդներին ուզում եմ քիչ արթնացնեմ, չեն արթնանում։ Չեն ընկալում, հա, չէ, ինչ-որ ռուսներ ասում են պոֆիգիզմ, այսինքն անտարբեր են։ Եթե անտարբեր են, մտածում ես ում համար ես անում, Ջանգիրովի համար ես անում, Չալիկյանի, թե իմ համար, մենք մերը արել ենք արդեն, չէ՞, Չալիկյանը այնքան ակտիվ է, որ ջղայնանում է, որ չեն գան, չէ, պետք է անենք, պետք է ցույց տանք, ինքը ճիշտ է։ Ես մի քիչ հակված եմ, որ երիտասարդներին հնարավորություն տանք։ Բայց իրենց չանելը պատճառ չէ, որ դուք չանեք։ Հասկանում եմ, բայց գիտեք ինչ է, ստացվում է, որ էլի բիձեքով հավաքվել են ցուցահանդես են անում։ Հա, բայց ժանրը կա, Շարլի Էբդոն, հայտնի ֆրանսիական, որը որ այն սկանդալային բարբերական է։ Դե մենք էլ կարանք այդպես սկանդալ անենք, բայց հետո, չգիտեմ, ում խփեն կամ մեկին ասեն գնացեք իրան խփեք, հա։ Իրենց ոչ մեկ չէր ճանաչում, մինչև չխփեցին, այսինքն ցավոք սրտի այսօր գովազդը ինչ որ տրակացնել, խփել, ինչ որ արուն, հա, եւ հետո Եվրոպան կամ չգիտես Ամերիկան կամ չոր հավաքվեն սքան ինչ որ բան եւ հա մեկ էլ հիշեցին, որ այդպեսի ինքը վատ ամսագիր է։ Ես տեսել եմ, իրենց այն սկզբից էլ չէի հավանում, որտեվ իրենց բանը մի քիչ իջացրեցին, էլի։ Նշաձողը, պլանկը։ Արդեն ոնց որ զուգարանի պատերի վրա որ գրում են, այդտենց ինչ որ ավելի արդեն ինչի կարելի։ Նույնիսկ Շարլ Ազնավուրի վրա են արել մահվան օրը, եթե ուրիշ օր լիներ, հա, բայց երբ որ մահվան օրն են արել, ես իրենց նամակ գրեցի, ասի լավ, ասի հանում եք, էլի հասկացանք, որ ինչու դրանով ուզում եք Շարլ Ազնավուրի որոշ ինչ-որ պարկը ձեր վրա էլ կսեք, հա, չի կարել, էլի, հա, մաներ կա, որ չի կարել, ունեք ես էլ հումոր կանեմ, բայց ոչ այդ ձևի մեջ։ Շատ հետաքրքիր թեմայի անդրադարձակ, ձեզ համար որպես երգիծանկարիչի բարոյական այդ նորմերի սահմանները ինչպես էին գործում, ինչպես եք
որտեղ է սահմանը, ինչին երբեք չեք անդրադառնա երկիծանկարում։ Դե գիտես ոնց, ասենք ես առաջի անգամ դա զգացի 91 թվականին, երբ որ ոչ թե Արամ Իսահակյանն էր, ոնց որ մենք այսօր հիշեցինք բաներ անում եմ կոմիքսից կարող եմ մի հատ կտոր վերցնել, ասել, այս լավ է, ես այստեղ կգրեմ, ծխել արա, ասում եմ, բայց այս կոմիքս էր, չէ՞, այսինքն իր համար պետք էր, որ իր այդ երկու տողը գերվեր տակը։ Երբ որ ես նկարեցի, դա տպվեց։ Ես հասկացա, որ ես եմ գրա խոսը, այսինքն ես պետք է իմ առաջ պատասխան տամ։ Ես ստեղ արդեն հասկացա, որ ամենակարևորը դու քաղաքացի լինես։ Ոչ թե ինչ-որ էժանագին, ինչ-որ հնարավոր է ինչ-որ բաներ շատ ինչ են ասում, ոչ պարկեշտ նկարներ, որ անում են բան ինչ-որ հահահիհի, բայց դա ոչ մի տպավորություն չի թողնում, մեկ դրանից չեն ազդվում։ Իսկ ինչից են ազդվում։ Ավելի կոռեկտ բաներից, եթե դու ասենք ոչ թե ասում ես B, ասում ես անբարոյական, ինքը նեղանում ասում է, ինքը իր բանի մեջ, թե ինչի ես անբարոյ գոնեն են իր իսկական բառը ասել, հա, մի հատ էլ հայհոյ էր բան, դա իրան ավելի հոգեարազատ է, բայց անբարոյական բառը վատ ասում ինքը դրանից։ Անտոնես, որպես իր դպրոցի ներկայացուցիչ, այսօր մի պահ խոսեցիք դիզայնի մասին, դե հիմա դիզայներները գիտեք, առաջվա պես չէ, նստում գիշեր ցերեկ, այսպես գծի վրա աշխատում, մի քիչ անկյունն է փոխում եւ այլն, առաջ դա ամեն արվում էր ձեռքով, երևակայությամբ, հիմա մի վայրկյանում ChatGPT-ին կամ արհեստական ինտելեկտը կամ մի վայրկյանում գեներացնում է 50 տարբերակ։ Ես գիտեմ, որ ձեր որդին Արսենը նաև այդ IT, չէ, տեխնոլոգիաները Արսենը հիմա աշխատում են Թորս 18 տարեկան ինքը արհեստական բանականության հետ ինչ-որ ծրագիրներ է անում։ Ես բավականի հետարքիր խոսակցությունը չեմ վիճում, որտեղ ինչ վիճես, իրենք արդեն պարտվել եմ ես իրենց առաջ, բայց երբ որ հարցնեմ, ասում եմ տարբերությունն որ մենք պետք է թելադրողի դերում լինենք եւ ոչ թե պահանջարկ ընդունողի, այսինքն դիզայները նա չի, որ սխմես կոճակը, սինթեզատորն էլ ունի այդ կոճակը, որ սխմես ավտոմատ շո ձեները հանում, այստեղ նույնիսկ կոմպոզիտորներ կան, որ երթում են, որ երբեք այդպես երաժշտություն չեն գրում, բայց ես գիտեմ, որտեղ երբ որ միացնում են, ասում եմ, «Էսի դու արհեստական բան», ասում եմ, ո՞նց իմացար, ասում եմ, դե իմացա։ Չէ, ասում եմ, ոչ մեկ չի ջոգի, ասում եմ, ես, այսինքն այստեղ գալիս եմ մի պա, երբ որ ուտելիքը կամ այն լավ գինին, որ հա են, որ արևի տակ պահում են, հետո հոտ են քաշում, չգիտես ինչ ֆրանսիացիները, այո, թողում են շնչի, ես նույնիսկ ֆրանսիացիների նույն գինին տարբեր շշերով մատուցեցի, ասին, ես երրորդ ավելի լավ է, գիտեի, որ նույնն էր, ես հասկացա, որ երրորդ բաժակի վրա կարող է ամեն ինչ լավ լինի, հա, սա ինչի համար եմ ասում, որ իրոք կան այդպիսի մասնագետներ, որոնք որ տարբերում են, հա, եւ կան, որ իրենց համար որպես օկտատեր, հա, ինչ-որ իրանց համար մեկ է, ոնց էլ, հա, լավ է, սիրուն է, բան, ուխ բան, բայց դա արհեստական է, ոնց որ արհեստական ուտելիքը։ Մենք բթացրել ենք մեզ, մենք ինքնես բթացնում ենք, էլի, որ ստանդարտի մեջ, բոլոր նույն ձև պետք է հագնվեն, հա, նայում ես ուսանուն են, լիքը գալիս են, ասում դուք ինչով եք տարբերվում իրարից, ոնց, ասում եմ դեմքերն էլ նույնն են, չէ, շատ անգամ։ Հա, մեկ-հապ են ասում, ինչ են ասում, նույն ձևի արած, նույն բանով, հա, նույն հագուստով, նույն ինտելեկտուալ կարողությամբ, եւ այն ինչ-որ մեկը ուզում է, եթե մի ավելի խելոք երևա բան, ինքը ինչ-որ միշտ ձեռքից բռնում հետ են քաշում, էլի, այսքան շատ մի երևա, էլի, դա վատ է, պետք է այդ իսի մարդկանց, այդպիսի ուսանոմիչ բան տալ, թեև տիկունք մի քիչ հնարավորություն, որ իրանք զարգացնեն, որտեղ արհեստական բանականությունը հենց իրենցից է կախված, թե ոնց, որտեղ վաղը եթե այդ կոճակը սեղմենք, հա, պետք է ինքը
անի այն ինչ որ մենք ենք ուզում եւ ոչ թե մենք պետք է ճիշտ խնդիրը դնենք։ Իհարկե որտեղ Հարավային Կորեայում այնքան լիքը մասնագետներ կան, իրենք աշխատում են իրենց համար, այսինքն դու վաղը եթե սխմես ասենք Տիգրան մեծ, հա, ինքը կբերի մի հատ կորեացու կերպար Կամ ասենք անի քաղաքը, երբ որ ինձ ցույց տվեցին արհեստական բանականության սարս, ես Disneyland-ն ինչ ռեկոնստրուկցիա էր։ Չգիտեմ, ասում սա Disneyland-ն, ասում ինչ դիսն, ասում այո, դուք սովորեք նրան, տվել են քաղաքների տեսակներ, տվել են, սա ինքը ոնց որ Disneyland-ը լինի, ասում դա հենց մեր անի քաղաքը չի։ Ես չեմ ընդունում դա։ Բայց միևնույն ժամանակ վիճելի է։ Բայց տեսնում եք սիրուն է, չէ՞ ասեմ, հա, դա սիրուն է։ Համնել, հա, կարող է քաղցր լինի, բայց այդ քաղցրը հետո կտա շաքարը կբարձրացնի թե երիկամների դերը կանից հետ մենք չգիտենք, այսինքն մենք այդ քաղցրը ընդունում ենք, բայց հետո դրա ազդեցությունը դեռ չգիտենք։ Այսինքն ձեր տարբեր բնագավառների գործունեությանը եւ որպես բեմադրիչ եւ դիզայներ եւ նկարիչ, երգիծանկարիչ, արհեստական բանականությունը ձեզ մրցակից համարում եք, թե չէ։ Երբեք չեմ համարում, նախ ինքը հումոր չունի։ Հումոր, ինքը ասում է, բայց ապուշ տափակ հումորներ է անում, ես հասկացա, որ հենց դրանով ենք մենք տարբերում նաև կենդանիներից։ Խիղճ հումոր ճաշակ, այդ երեք բանը ասենք կենդանների մոտ էլ ես չնայած մի հատ շուն ունե, ինքը հումորի զգացում ունե։ Ինչպես եք զգացել։ Հա? Ինչպես եք հասկացել։ Իմ հետս ապրողով կարա չունենամ։ Անատոլյան, պատկերացեք դասախոսի աչքերով նայենք մի քիչ, ինձ հետաքրքիր է ձեր մոտեցումը։ Պատկերացրեք խմբում, որտեղ դասավանդում եք, կա տաղանդավոր ունակ ուսանող եւ ուսանող, ով կոպիտ ասած չունի հմտություններ։ Ում ավելի շատ ուշադրություն կդարձնեք եւ ժամանակ տրամադրեք, նա ով ունակ է, որից ինչ որ ակնկալիք ունեք, թե նրան, ով որ ոչ մի նշաններ ցույց չի տալի։ Որ ունակ է, ինքը դասի չի էլ գալիս։ Չէ, մեր ժամանակը էլ էր, այտենց ասում էին թող կուրսը գայինց հասնի նոր, հա։ Ինքն իրենով ինքը մտածում է։ Իհարկե, եթե բաժանենք այդպես, ես ինքս կբաժանեի, այսինքն կասեի եկեք հələ մի հատ լավերով հավաքվեք, ես ձեզ առանձին դաս տամ, վատերով էլ եկեք, ես էլ առանձին ձեզ, որտեվ մարդ չգիտի իր հնարավորությունները, ինքը չգիտի ինչի է ընդունակ, եթե իրեն ժամանակին չեն սովորացրել, հա, եղել է ուսանող, որ ասենք ես 4 տարի չարվել եմ, վերջում ասի Նախշիջան քեզանից դիզայներ դուրս չի գայել, ասաց գիտեմ, ասաց ասի բա ինչ ես անել, ասաց կգամ ստե դաս կտամ։ Բայց կայպիսի չհայտնի ասում օգնենք տաղանդներին, միջակությունը ինքը կհարթի իր ճանապարհը։ Հայտնի արտահայտություններ։ Ես ուրախ եմ, որ այսքան ուսանողներ կան, լուրջ եմ ասում, որովհետև գոնե գիտես, որ իրանք ինչ որ փողոցից մի փոքր կտրվում գալիս են, շփվում են, հետո հագուստներն էլ փոխվում, առաջի կուրս ուրիշ ձև են հագնված, երկրորդ կուրս, երրորդ, չորրորդ արդեն կուրս, հետո արդեն չեն տարբերվում, այ որ ասում էի շրջաներից եկածները շատ են, ասենք 90%-ը կուրսի շրջաներից եկած են, ես առաջինը որ հարց եմ տալիս, ասում եմ որտեղից եք։ Երևանից, ասում չէ դու Երևանի չես, սկսում եմ բացատրել, որ չպետք է մարդ ամաչի ինքը որ շրջանից ամեն մի գյուղ ամեն մի ասում մարդիկ կան շրջաններից։ Ուսում պատմել իրանց գյուղի պատմության մասին, ասենց բերաներ ասում, հա, ասում այդպես մի բան կա, ասում, հա, մի հատ այդպես խաչքար կա, կամ մի հատ եկեղեցի կա, կամ ասում դու մենակ այդ չի ասում։ Մեր թվարկությունից առաջ այնտեղ ասում հա ինչ-որ եկան փորեցին, ասում դե մի օր ասի գամ, հա, ձեր գյուղում կապ չունի, գյուղ քաղաքը, եթե դու լավ ծանոթ ես, ասենք Հայաստանի մոտ օրապես, որ շրջանի դու նաև կարող ես տեսքից ասես, ինքը որտեղացի է։ Հետո բացատրում եմ, որ ասենք եթե կերպարներն են, ասես մկանոտները ավելի կբան, դրանք ավելի լեռնային, հա,
Եթե սպիտական մաշկ են, ուրեմն հյուսիսը չէ, անտառային, այսքան քիչ արևտես ասելի, որտեղ իրավ պետք չի այդքան։ Եվ հակառակ ասենք մի ճալիս սևոճան, հավաս սևամորթ հայերեն։ Ես Նայեցին դաշտավայրային իրանց խանգարում են։ Ես այն որոշակի հավանականությամբ գուշակում եմ, ասեմ։ Հա, բայց որ դու դաստաս հետո ավելի շատ համ ստուգում եմ, համ նայում եմ, համ էլ փորձում, որովհետև իրանց երևի սկզբից թվում է թե ինչի է հարցնում էր դասախոսը, որ դե քեզ ինչ, հա։ Երբ որ բացատրում ես, որ դա հրաշք բան է, որ դու իմանաս որտեղից ես, նախ նվաղը եթե ասեն մի հատ գյումրեցի աղջկա նկարի, հա, կամ լորեցի ասենք հավաքական կերպար, դու հավաքական կերպարը մոտավորապես հասկանաս, որ լորեցիները մի քիչ ասենք ավելի սպիտական մաշկ են, մազերի գույնը, դիրքը, այսինքն հոս մետի կոքնի ասում, ոնց է պատկերացնում, մարդ չի կարա ինքը իրան որևէ բան հնարի, ինքը կոկտեյլ է սարքում, ստեից մի քիչ, ընդեից մի քիչ եւ Պարոն Թորոսյան, մենք հայերս շատ առիթներ ունենք հպարտանալու եւ աշխարհով մեկ աչքի ընկնելու, եւ դրանցից մեկը ժամանակին եղել է մեր հումորը։ Կարծես մեր բրենդն էր, հա, հայկական ռադիոն։ Այսօր ինչ է կատարվում հումորի հետ։ Մենք սիրում ենք ինչ-որ բան անել, հետո տեր չկանգնել։ Այսօր ունենք հայկական հումոր։ Չունենք։ Ինչն է պատճառը, իրականությունը, դժվար ժամանակները։ Գիտեք ոնց որ ասենք աղջիկներ որպեսզի գրավեն, հա, փողոցում անցնելու սկսեցին կարճ հագնվել, հետո բան հիմա արդեն մազերը ներկում են, այդ էլ անցավ, հիմա էլ չգիտեմ ոնց ուշադրությունը գրավեն, հա։ Այս իմաստով ուշադրությունը նաև հումորը ունի, հա, այսինքն ոնց ես դու, եթե ինքը 3-4 շերտով է, մի չպետք է մտածես, իսկ fast food-ները այսինքն հեշտ պատրաստող է, որ մի բան ասեցին, ես չգիտեմ ինչ որ ակումբներ կան, դե հա, սարսափելի տեսարան է, ասում եմ մի ժամ ծիծաղեցինք, ասում եմ ինչի մասին էր, ասում եմ չեմ հիշում։ Պարոն Թորոսյան, բայց համաձայն եք, որ այստեղ արտիստները մեղավոր չեն այդքան, ինչքան հանդիսատեսը, որ ծիծաղում է, հասկանում եք։ Պահանջարկ Այդ եմ ասում, այսինքն երիտասարդները, որոնք որ բեմից այդ սկեչը ցույց են տալիս, այդ փողոցային խոսքով, այդ ծամածրություններով կամ չգիտեմ արդեն էլ չգիտեն ինչ անեն, 15 տարի ջութակ ես նվագում, չէ, ջութակ ես նվագում, մի հատ համերգ ես անում, 3 հոգի մարդ են, մեկը բանամ, տատիկը տամ, մեկը չգիտես ով, հա։ Հայկական ռադիոյի ժամանակ նույն ձևի կներեք ասենք երեք իմացել ես, որ այդպես գործիք կա, միկրոֆոնով ինչ-որ երգ ես հնարում եւ ասենք մի ամբողջ ստադիոն է լցվում, հա, մտածում ես, ասում ես, լավ, գումարը տեղից է գալիս, այսինքն սուբսիդիաները ինձ թվում է պետքա դասականի վրա մի քիչ ճիշտ կամ լավ ձևի կամ օգտագործվի կամ արվի, ժամանակին չեմ ասում, որ լավ էր, վատ էր, բայց Եթե դերասաններ մենք փողոցով որ անցնում ենք, այսօր գիտես ում տեսա, այսօր գիտես ում տեսա, կախկա հակառակը, այսօր կարող մեկին խանալ, օր այսին բանը չեն, այսինքն իրենք են իջացրել։ Մենք պահանջարկը միշտ այդպես է եղել, այսինքն հեշտ էժան լիքը, հա, այդպես շատ արագ fast food-ներն են, էլ այսինքն մի հատ Քաբաբնոց մեջ գիտեն, քաբաբը բարդ անդը։ Միսելը բանաներ։ Պետք է այնպես անես, որ չկպնի ու վրայից չընկնի։ Այլ իսկ էսի բան, անց ավելի արագ էլ են, դեռ պերշիկը բան, լավ էլի հիմա, կերպարծելի։ Հայկական ռադիոյի ժամանակ որն էր պահանջարկը, որ այդքան ճանաչված էր եւ համաշխարհային որովհետեւ դա հենց սառը պատերազմի ժամանակ հնարվեց, սառը պատերազմի, երբ որ փորձում էին հարցին պատասխանել եւ հայկական ռադիոյի եւ այն ժամանակ Նիկոյանն էլ մեծ դեր խաղաց, այն իմաստով, որ ոչ թե ինքն էր հնարում, այլ իբար ինքնա, չէ, դե Ամերիկա գնաց այնտեղ ինչ որ կարգավորես բան, փորձում են իր վրա բանանին, բայց հետարքի ինչ էր, որ ես հայկական ռադիոյի մասին իմացա, երբ որ
արտասահմանից հյուրեր եկան, ես Խանջանի վրա էի ապրում, մեկ էլ ասին ինձ մեզ ցույց չեք տա հայկական ռադիոն, ասում դիմացն ասում տարեք մոտիկ գնաց ինչ որ պատերն են ձեռ տալիս, ասում գիժ են մենք սա այսքան ամբողջ օրը ասում ենք այդքան մեզ համար թանկ չէր, ինչքան արտասահմանցու համար գա տեսնի շոշափի եւ հայկական ռադիոյի երևի 70%-ը դրսում էին հնարում, Օդեսայում էին հնարում, Իտալիայում էին հնարում, այսինքն բայց բրենդը կար, այսինքն փորձեցին մի քանի հոգի այստեղ վերակենդանացնել, բայց երբ որ տակը ոչ թե բրենդն է, այլ մի քիչ գումար աշխատելն է, վրազերում, ամի երկու օրից ասում են, այդ պրոյեկտն էլ փակվա, դա փակվի, բայց ինչքան եթե դուք սա չի կարելի ինչ-որ բանով գնահատել, ասել չէ, եկեք ես ձեզ 2 միլիոն փող տամ, մի հատ այդ բրենդը մի հատ լավացրեք, այդպես չի լինում։ Ափսոս մենք ավարտին հասցրեցինք, դեռ մինչև ավարտման ավարտանալու ես զգուշացրեցի, կինս ասեց շատ չխոսած։ Չէ, բայց շատ հաճելի զրուցեցինք, պարոն Թորոսյան, Армянское радиоից մի բան ենք այն օրը հիշել, ասում է армянские мужчины нашли новый способ против облысения. Они выращивают волосы на спине и зачесывают их на голову. Ну, փոքրիկ դրվագ եւ այդպիսի բաներ հումորային ինչքան կար, բայց հիմա որ միջին վիճակագրական մարդուն փողոցում հանդիպենք, հատկապես երիտասարդ, ասենք սա այսպես երկար կնայի վրա կասի հետո հետո հանգուցալուծումը որտեղ հումորային, այսինքն չէ, մի քիչ հումոր ընկալելու համար պիտի առնվազն ինտելեկտ ունենաս, այսինքն ես կարծում եմ այդպես, որովհետև Զոնքաջի մասին անեկդոտները միշտ ծիծաղելի են, չէ, այդպես, բայց այդ թեման ինքը շատ ժողովրդական է, բայց չի կարող միայն այդպես եթե ապարանցի համաչում ասի, ասում եմ ինչպես այդ անեկդոտների համար հակառակը պետք է ուրախ լինես, որ մի ժողովուրդ, այդքան հայ, հա, կարողանում է ինքը իր մասին հնարել ու ծիծաղել, այսինքն սա մենակ ապարանցին չի, ասենք մենք լիքը այդպես բաներ ունենք, հա։ Չուչաները չեն ամանչում իրենց։ Հակառակը մենք չուչայի տեղը ով գիտեր, ոչ մեկ չգիտեր, միջև անեկդոտները չէ։ Բուլղարիայում բագրովցիները, գաբրովցիներ։ Ես եղել եմ այնտեղի բանը ինչ որ պատվո անդամ եւ այլն նշանակվեցի, մեկ էլ բանը վերեցին, այդ դիպլոմի նման բաներ, հա, որ գրած էր Թորոս Սուքյասյան, ասում եմ մեր մոտ շփոթում են մեկ-մեկ Թորոս Սուքյասյան, բայց դուք որտոց գիտեք, որ մեր մոտ շփոթում են, ասում վայ, հազար ներողություն, փոխեցին, բայց էլի հումորը, ոնց որ ասած, ասեց մի հատ տվեք, ես պետքա վերցնեմ հետը, սա հետաքրքիր է։ Դա ինչ որ մենք երկար կարող ենք խոսալ, շատ հաճելի էր միջավայրը, այստեղ լինել հյուր, դե մի հոգի կլսի, 10 հոգի կլսի, ստումա էդի կարևոր չի, կարևորը ձերը շփվելն է, կարևորը անկեղծ խոսելն էր, ասում ենք այն ինչ հիմա լռում ենք դեսները, բայց ես այդպես բան չասեցի։ Նորմալ է։ Դա պահանջ չէ, կարգախոս է ընդամենը եւ ասեմ դες մենք կարծում եմ այսօր հետաքրքիր զրույց ունեցանք պարոն Թորոսյան։ Երևի կարող է չգիտեմ։ Մեծ շնորհակալություն ես էլ ժամանակից տրամադրեցիք ավելի բարձրացավ ձեզ հետ երկիծանկարիչ բեմադրիչ Սուքյաս Թորոսյանն էր մեզ մոտ հյուրընկալվում արիտ թե անարիտ մենք անպայման փորձենք նորից ձեզ հետ կապ հաստատել եւ հրավիրել ձեզ, դուք էլ հուսանք չեք մերժի, որովհետեւ ձեզ հետ ուրախ է անցնում, հետաքրքիր, լավ բաներ եք հիշում, հետաքրքիր բաներ եք հիշում եւ ապրիլի 1-ը մի օր չլինի, միշտ ապրիլի 1-ը ես շարունակելու եմ ոգևորությամբ եւ հետաքրքրությամբ հետեւել ձեր գրառումներին Facebook-ում, սոցցանցերում, որտեղ որ դուք իսկապես բացառիկ ինֆորմացիա եք տեղադրում, այն ամենը ինչ որ կա։ Ես էլ ձեր հետ միասին սովորում եմ, դուք գիտեք ինչ այդ ամեն ինչը գիտեի։ Շնորհակալություն։ Արչևում ապրիլի 1-ն է, գուցե դուք ինչ որ բան նախաձեռնեք։ Ես չգիտեմ, կարող եմ եկել ասեմ շուտ արա մի բան, որտեղ դա էլ է գումար։ Սրա վարձել է, եթե մի ժամանակ ձերի տալիս էին ասում են որտեղ ուզում եք եկեք բան,
գնալով ամեն մեկը օրականով ուզում չգիտես ինչ, այսինքն լիքը ծախսերի հետ է կապված։ Հավատացեք, պահանջարկը կա։ Թող լինի, բան չունեմ ասելու, մենք էլ ենք ուզում ցուցադրենք, բայց դա լավ։ Վերջացնում ենք։ Այսքանը